Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Տեր ամեն ժամ տուր մեզ այդ հացը։ Այսօրվա ավետարանական ընթերցումը սիրելիներ բոլոր ժամանակների համար արդիական է, որովհետև երբ այս հատված ընթերցում ենք Հովհաննեսի ավետարանի մեջ, տեսնում ենք, որ մարդը երբեք չի փոխվել։ Աշխարհը փոխվել է, ժամանակները փոխվել են, կյանքը զարգացել է, գիտություն առաջ է գնացել, մարդու կյանքն ավելի հեշտացել, ավելի հեշտ է դարձել, բայց մարդը մնացել է նույնը իր ցանկությունների, մտածումների, իր ձգտումների մեջ։ Ինչ տեղ ունեցավ այս առավոտ։ Երբ ասում է ժողովուրդը, որ 10,000 հոգին կերակրվել էին 2 հացով 5 ձկով, առավոտյան երբ տեսան Հիսուս այնտեղ չէ, նավակները չկան, իրենք էլ նստեցին նավակները, գնացին Կափառնայում, Հիսուսին փնտրելու եւ ասացին. «Վարդապետ, ուր ես, քեզ ենք փնտրում»։ Ինչ է պատասխանում Հիսուս։ Դուք ասում եք, ինչ չփնտրեցիք նրա համար, որ կերակ ու կշտացակ, հրաշքներ տեսակ, այլ որտեվ կորստյան կերակուր կերակ։ Այսինքն զուտ այդ հացի համար եք ինձ փնտրում, որ ձեզ կերակրեմ, որտեվ ուզում են Հիսուսի նաև իրենց թագավոր դարձնել։ Ասում է գնացեք հիմա աշխատեք, որ կորստյան կերակրի համար ինձ չփնտրեք, այլ ինձ հավատաք, որտեվ Հայր Աստված ինքն է ինձ ուղարկել եւ սա է այն գործը, որ դուք պիտի հավատաք։ Եվ ասում են նորից ինչ նշան ցույց կտաս, որ հավատանք։ Նորից հարց են տալիս, որ էլի հրաշք գործիր, նոր կհավատանք քեզ։ Եվ ասում է ես եմ կյանքի հացը, ով դեպի ինձ գա, չի քաղցի եւ չի ծարավի։ Եվ նրանք ասում են Տեր, ամեն ժամ տուր մեզ այդ հացը։ Եվ Հիսուս ասում է դուք ինձ տեսաք, բայց չհավատացիք։ Նայեք մարդկության պատմությունը, սիրելիներ։ 2000 տարի քրիստոնեությունը քարոզում է աշխարհի մեջ։ 2000 տարիներ հրաշքներ, մեծամեծ գործեր, սուրբեր, նահատակներ, մարտիրոսներ, առաքինությամբ ապրող հազարավոր, միլիոնավոր մարդիկ, բայց աշխարհը մնացել է նույն ընչաքաղցության մեջ։ Աստծուն փնտրել են հանապազորյա հացը, տեսանելի ուտելիքը գտնելու համար։ Աստծուն չեն փնտրել իրենց հոգիների փրկության համար։ Աստծուն չեն փնտրել նրա հետ լինելու համար։ Ինչ է այս աշխարհը տալիս մարդուն։ Լավ կերակուր, ուրիշ հաց է տալիս մեծ։ Փող, դրամասիրություն, պաշտոն, փառք, մնայուն իշխանություն այս աշխարհի մեջ։ Ամեն բան աշխարհը այդ հացը տալիս է։ Մենք ամեն օր այդ հացը փնտրում ենք, կերակրվում ենք այդ հացիով, բայց մեկ էլ հասկանում ենք, որ մեր սրտի մեջ դատարկություն կա, մենք պարզապես միայնակ ենք այս աշխարհի մեջ։ Այս աշխարհի տված այդ տարատեսակ հացերը, ինչքան էլ անուշաբույր լինեն, շատ գեղեցիկ տեսք ունենան, մեր հոտոտելիքի համար հաճելի լինի, մեր քիմքին շատ լավ է երևա, բայց մեկ է մենք չենք հագենում։ Գտեք ցանկացած մարդու ամեն ինչի հասել ես կյանքի մեջ եւ տեսեք ինքը երջանիկ է թե չէ։ Չունի երջանկություն, որովհետեւ միայնության մեջ է, աղքատություն կա իր հոգում մեջ, որովհետև երկնքից իջած հացը չի ճաշակել։ Քրիստոսին նա մի օր իր մեջ չի առել, Քրիստոսի առաջարկած կենաց հացը չի վերցրել, որպեսզի իր միայնությունը փարատվի, իր ուրախությունը, իր երջանկությունը ավելի երկար մնա իր կյանքի մեջ։ Այն ինչ որ աշխարհը մեզ առաջարկում է, ժամանակավոր է։ Ցավոք սրտի մենք էլ սովորել ենք ժամանակավորը զոհաբերել հավիտենականին։ Մենք ժամանակավորն ենք ընտրում, հավիտենականը զոհաբերում ենք, ասում ենք, որ սա մեզ պետք չէ։ Ինչ է կատարվում աշխարհի մեջ, սիրելիներ։ Հիսուս երբ որ այս ամբողջ ժողովրդին մոտավորապես 10,000 հոգու մեկ ամբողջ օր առավոտից երեկո բժշկեց, անդամալույսները քայլեցին, կույրերը տեսան, խուլերը լսեցին, տարատեսակ հիվանդություններով մարդիկ բժշկվեցին, դժբախտ մարդը մխիթարվեց, երջանկության պակաս ունեցող մարդը երջանկություն զգաց իր մեջ, բայց ոչ ոք չուզեց, որ Հիսուսը իրենց թագավորը դառնա, որ իրենց ամեն օր այս ուրախությամբ լցնի։ Բայց երբ որ կերան հացը, հրաշքը տեսան, որ 5 ձկով 2 հացով իրենք կերակրվեցին, որոշեցին, որ Հիսուս իրենց թագավորը պիտի դառնա։ Ինչ անում այս աշխարհը։ Հիսուս ասում է, ես ձեզ այս ամենը ձրիաբար եմ տալիս։ Մենք գնում ենք փնտրում ենք մեկին, ով մեր հոգին գնելու փոխարեն այլ բան է առաջարկում։ Ամենապարզ ինչով է մեզ խափում այս աշխարհի մեջ։ Մենք
ում ենք ընտրում այս աշխարհի մեջ որպես առաջնորդ, որպես ղեկավար, ում ենք ընտրում։ Նրան, ումից որ հատկապես շահ ունենք։ Մեր կյանքը կարող ենք տեսանելիորեն բարելավել։ Ինչ արեցին հրյա ժողովուրդը։ Քանի Աստծո հետ էին, խաղաղ էին, սիրով էին ապրում, վստահում էին Տիրոջը, Տերն էր իրենց թագավորը։ Բայց մի օր ժողովուրդը կանգնեց ու ասաց, որ մենք էլ տեսանելի թագավոր ենք ուզում մյուս ազգերի պես։ Մերժեց Աստծո իշխանությունը, թագավորությունը, գնաց ընտրեց մարդ, որ իրեն պիտի առաջնորդի, իր միջից դուրս եկած մեղավոր մի մարդ։ Պարզ օրինակը, ամիսներ հետո մեր երկրում ընտրություններ պիտի լինեն։ Մենք ընտրության առջև պիտի կանգնենք։ Ում ենք ընտրելու, ով մեզ աշխատավարձ բարձր պիտի խոստանա, ով ասել է, որ ձեր կյանքը երջանկությամբ եմ լցնելու, դուք շատ փող եք ստանալու, ոչ մի խնդիր չեք ունենալու, եւ մենք երբեք չենք նայելու այդ մարդու բարոյական կերպարին, ինչպիսի հայր է ինքը, ինչպիսի ամուսին է եւ վերջապես ինչպիսի հավատացյալ է ինքը Քրիստոսի առջև։ Մենք այս ընտրությունը ամեն օր ենք անում այս աշխարհի մեջ։ Քրիստոսի հացը եւ աշխարհը առաջարկած հացերը մենք ընտրում ենք աշխարհի կերակրվելիք հացը, որովհետեւ կարծում ենք, որ եթե մենք շատ փող ունենանք այս աշխարհի մեջ, իշխանություն ու փառք ունենանք այս աշխարհի մեջ, մենք երկար կապրենք, առողջ կլինենք ու երջանիկ կլինենք։ Այդպես չէ։ Այս ամենի մեջ սարսափելին գիտեք որն է, որ մարդը գիտի, որ իրեն չեն սիրում։ Ամենասարսափելին սա է, որ մարդը գիտի այս ամենը ունի, բայց իրեն չեն սիրում։ Իրեն չեն ժպտում անկեղծ ժպիտով, իրեն չեն բարևում սրտով, իրեն չեն մոտենում հոգատարությամբ, այլանում են, որովհետև կախվածություն ունեն կամ վախենում են։ Եվ այս օրինակը ամեն օր մեր կյանքի մեջ է։ Հիսուս նորն հարցն է ասում, դուք ինչի եք ինձ փնտրում։ Դուք ինձ չփնտրեցիք, որ հրաշքներ ու նշաններ տեսաք, այլ որ կերակրվեցիք։ Եվ մենք էլ գնում ենք, փնտրում ենք այն մարդկանց, ովքեր մեզ այս աշխարհի կերակուրը կառաջարկի, թեկուզ ժամանակը, որ ինքնախապեյությամբ մենք կուտենք այդ ուտելիքը։ Եվ դրա փոխարեն Սատանան ինչ է պահանջում մեզանից, մեր հոգին սիրելիներ։ Մեր հոգին ինքը գրավ է վերցնում։ Ասում է հոգի տուր ինձ, ես կպահեմ իմ մոտ, ինչ ուզես կպամ փոխարենը քեզ։ Մենք էլ ակնթարթի մեջ համաձայնվում ենք, հետո որ հասկանում ենք, որ այս ամեն ինչ որ ունենք, բայց մեր հոգին տառապում է, լացում է, մրսում է, մերկ է, ուզում ենք փոխել, այլևս չենք, որովհետև մեր արմատները արդեն կապված են այս աշխարհի կերակրի հետ։ Ինչպես որ Եսավի եւ Հակոբի օրինակը, սոված էր, եկավ, ասաց հաց տուր ուտեմ, եղբայրն ասաց անդրանիկությունը զիջիր ինձ կտամ։ Եվ իր անդրանիկությունը մի ափսե ապուրի համար զիջեց։ Մեզ թվում է թե սա ինչ որ մի կարևոր երևույթ չէր, մի պատմություններ անցավ, չէ, ինքն իր հոր օրհնությունից իրեն զրկեց, իր հորենական ժառանգությունից զրկվեց։ Այնպես էլ մարդը այդ մի ափսե տաք ուտելիքի համար իր հավիտենական կյանքն է զիջում այս աշխարհին եւ այս աշխարհի մեջ ապրում։ Աշխարհը մեզ ամեն օր խոստանալու է խաղաղություն, երջանկություն, հաջողություն, հարմարավետություն, բայց չի լինելու երբեք, որովհետև հակառակն է մեզ ամեն օր տալիս։ Բայց Հիսուս ասում է, ես եմ կյանքի հացը, ով գա դեպի ինձ, նա երբեք չի քաղցի եւ երբեք ծարավ չպիտի զգա։ Հիմա մենք ինչ ենք խնդրում ամեն օր, Տեր, Հայր, մեր աղոթքի մեջ էլ ասում ենք, մեր հանապազորյա հացը տուր մեզ։ Մեր հանապազորյա տեսանելի հացը անհրաժեշտությունն է մեզ։ Բայց Տերն ասում է՝ մի մտահոգվեք, եթե թռչունները ոչինչ չեն անում, չեն աշխատում, բայց ուտում են, առավելևս մարդը կունենա։ Բայց այս ուտելիքի համար պետք չի, որ մարդը իր ինքնությունը վաճառի։ Պետք չի, որ մարդը ինքն իր հոգին ուրանա, ասի, որ Տեր կներես, բայց այսօր այսպես է պետք։ Եթե Փարիզի Աստվածամոր տաճարը կարդացել եք Վիկտոր Հյուգոյի, այնտեղ այն կերպարը կա Հայր Կլոդի, ասում է՝ ուզում եմ շնանալ, մեկ գիշերվա համար պատրաստ եմ հոգիս սատանային տալու։ Միայն թե իմ անհնական ցանկությունը կատարեմ։ Բայց արդյոք մեկ գիշերը զիջելուց հետո դու կարող ես քո անմեղությունը վերականգնել։ Արդյոք մի անգամ քո կուսությունը կորցրելուց հետո դու կարող ես այդ կուսության մեջ, մաքրության մեջ ապրել։ Ոչ, չես կարող։ Աշխարհը քեզ ամեն օր պիտի հիշեցնի, որ դու վաճառվել ես եւ պիտի շարունակես վաճառել։ Եթե չվաճառվես, ընդդիմանաս, կստիպեն, որ դու վաճառվես, եթե դու չունես Քրիստոսի կյանքի հացը քո ներսում։ Այդ ամենօրյա հացի համար ենք մենք ապրում այս աշխարհի մեջ, սիրելիներ։ Եվ մեր ապրած կյանքի արժեքը մեր տարիների, մեր սպիտակ մազերի, մեր իմաստության մեջ չէ, այլ թե ինչքան ենք մենք պաշտպանել մեր հոգևոր ինքնությունը, մեր հոգևոր սահմանը
ինչպես ենք պաշտպանել։ Եվ դրա համար է ժողովուրդը դառնալով Հիսուսին ասում է մեզ այդ հացը ամեն օր տուր Տեր։ Այդ հացը ամեն օր սուրբ գրքի ընթերցանությունն է, որ դու երբ որ ընթերցես այդ հացը ճաշակես, այդ հացի համ ու հոտը գոնե մեկ անգամ զգաս քո կյանքի մեջ, այլ հացերը քեզ չեն հրապուրի։ Երկրորդը պատարակն է, սիրելիներ, այն որ մարդիկ երկրորդական, 10-րդական են դարձել իրենց կյանքի մեջ։ Կյանքի հացը այստեղ է պատարակվում։ Երկնքում նստած Քրիստոս այս եկեղեցու մեջ եւ բոլոր եկեղեցիների մեջ պատարակվում է կյանք դառնալու, հարության հույս դառնալու, մեր մեղքերի քաբություն ու թողություն դառնալու, որպեսզի մարդը փրկվի։ Բայց մենք բոլոր տեսակի ճաշկերույթների համար ժամանակ ունենք, բայց պատարակին Քրիստոսի հրավիրված ճաշին, որ անմահական ճաշ է, հավիտենական ճաշ է, մենք դրա ժամանակը չունենք։ Որովհետև եթե մեկի հրավերին չպատասխանենք, մեզանից կնեղանա։ Մենք ուզում ենք մարդկանց կեղծավոր սերը շահել, բայց Աստծո մաքուր անրած սերը ուրանալ, հրաժարվել այդ սիրուց։ Եվ վերջապես այդ կյանքի հացը մեր ամենօրյա ներկայությունն է Քրիստոսի կյանքի մեջ։ Իբրև քրիստոնյա ինչպիսին պիտի լինենք մենք, ոնց պիտի անենք, որ այդ կյանքի հացը մենք չկորցնենք։ Մենք ամեն օր վտանգի առջև ենք, հոգևոր վտանգի առջև ենք սներ։ Աշխարհը մեզ ամեն տեսակ գայթակղություններ առաջարկում, ամեն տեսակ նորություններով մեր կյանքը լցնում է, որpիսի մենք այդ ճաշով կերակրվենք ու մոռանանք, որ համով ճաշ կա։ Գիտեք, սիրելիներ, ճանճը ինչու է գնում անթեր կեղտի վրա նստում, որովհետև չգիտի, որ կեղտից այն կողմ ծաղիկներ կան, այնտեղ անուշահոտություն կա։ Երբ որ մարդ ամեն օր կեղտի հոտն է շնչում իր կյանքի մեջ, ինքը սովոր է այդ կեղտի համար ապրել այս աշխարհի մեջ։ Բայց բավական է մեկ անգամ մեղվի հետ շփվես, դու մեն անուշահոտությամբ կապրես այս աշխարհում, այլ բան կուզես տեսնել, այլ բան կփնտրես այս աշխարհի մեջ։ Մեզ սովորացրել են, դրա համար Դավիթ մարգարեն ասում է, մարդը պատիվ ուներ, բայց կորցրեց ու հավասարվեց անբան անասունին։ Կենթանու մակարդակին իջավ մասը, որովհետև կենթանին է սա փնտրում, ամեն օր ինչ պիտի կերակուտի, ինչով պիտի կերակրի, սա կենթանին է փնտրում։ Մարդը սրանից վեր արժեք է, հոգևոր է եկե մարդը, իսկ հոգին այդ ուտելիքով չի ապրում։ Այսօր էլ կերանք այդ ուտելիք, այսօր է թանկարժեք ուտելիքը կերանք, փորձեցինք, հետո տանդ մեջ երջանկություն հաստատվեց, երեխաներդ խոնար եղան, դուք ամուսիններով սիրով ապրեցիք ձեր կյանքի մեջ, չէ։ Որտեղ այդ իրական հացը միասին չկարողացանք ճաշակել։ Երբ որ մենք Քրիստոսի հացի շուրջը չենք հավաքվում, Քրիստոսի հացով չենք հագենում, ուր էլ որ գնանք, ինչ էլ որ անենք, այդ միայնության ու դատարկության զգացողությունը պիտի ամեն օր մեզ հետապնդի։ Ինչ շատ մարդիկ են ամեն օր գրում, որ Տեր այր վախենում ենք միայնությունից։ Ինչու է մարդը վախենում միայնությունից։ Որտեղ Հիսուս ամբողջությամբ իր կյանքի մեջ չէ։ Եկեղեցի գալը լավ է, սիրելիներ, բայց եկեղեցուն գալով մենք քրիստոնյա չենք դառնում։ Ամեն Կիրակի պատարակին ներկա լինելով մենք մաքուր ազնիվ քրիստոնյա չենք դառնում, եթե մենք իրական Քրիստոսով հաղորդություն չենք ստացել։ Այսօրվա վիճակը, որ նկարագրում էր Պողոս Արաքյալի նամակի մեջ, ասում է վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան։ Մարդիկ ինչ պիտի դառնան։ Փողասեր, անձնասեր, նենգ, չարամիտ, հանդուգն, Աստծուն մերժող, բամբասող, չարախոս, եւ ամենակարևորը ասում է աստվածապաշտության կերպարանք պիտի ունենան, բայց նրա զորությունից շատ հեռու պիտի լինեն։ Շատ հեռու նրա զորությունից։ Այսինքն մարդը կարող է երևալ այդպիսին, որ ինքը Քրիստոսին հավատում է, սատանան էլ հավատում է, որ Քրիստոս կա։ Կարող է երբեմն ծնկել, բայց այդ խոնարհությունը կեղծ է, պատրանք ստեղծելու համար է, որ ինքը հավատում է Քրիստոսի, բայց ներսում ինքը լցված է այս աշխարհի չարությամբ ու ատելությամբ։ Եվ այդ իր կեղծ բարեպաշտությամբ մարդը կարող է քանդել շատ բան իր կյանքի մեջ։ Եվ դրա համար է ասում, դուք ինձ չփնտրեցիք հրաշքների, որ հասկանաք, ես ձեր Աստվածն եմ։ Դուք փնտրեցիք այդ կերակրի համար։ Եվ հարցը ինչ էր այսօր, ասում է, իսկ ինչ անենք մենք։ Ինչ գործ գործենք, ասում է, հավատացեք նրան, ով Աստված ուղարկեց, Հիսուս Քրիստոսին։ Հավատանք Հիսուս Քրիստոսին, սա է կարևոր։ Ոչ թե որ Հիսուս կար, եկավ ու գնաց, այլ հավատալ նշանակում է հետևել Հիսուսին, քայլել Հիսուսի ճանապարհով, գնալ Հիսուսի գծած այն ճանապարհով, որ տանում է հավիտենական կյանք։ Եվ աշխարհը մեզ ամենօր այդ ընտրության առջև է դնում, սիրելիներ։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է, բավական է երկու ոտովել կաղաս, բավական է։ Ընտրիր, ընտրությունը քոնն է,
կամ պիտի կյանքն ու օրհնություն ընտրես, կամ մահնուան եւ անեծքի ճանապարհը ընտրես, բայց ընտրողը դու ես։ Աստված մեզ չի ստիպում, չի հրամայում, Աստված պարզապես առաջարկում է եւ դնում է քո առջև եւ դու ես որոշում ինչ ընտրես այս աշխարհի մեջ։ Ատելությամբ ապրել, հարևանիդ հետ բամբասանքով լինել, տանդ մեջ ամեն օր կռիվ անել, թե ամեն օր խաղաղության ու սիրո մեջ ապրել։ Դու ես ընտրում։ Դա քո ընտրություն եւ քո ընտրությունից է կախված նաեւ քո կյանքի որակը, քո ընտանիքի կյանքի որակը եւ ընդհանրապես մեր հայրենիքի եւ աշխարհի որակը։ Այդ ընտրությունից է կախված։ Դրա համար ասեցին մեզ այդ հացը տուր, ուտենք այդ հացը։ Երբ որ դու Քրիստոսին մոտենաս, քաղց չես զգա։ Լինում է չէ որ մենք ինչքան էլ կուշ լինենք, բայց սոված ենք զգում մեզ։ Ինչքան էլ լավ տեղ գնաց ենք, գալիս ենք տուն, անպայման մեր տան հաց ու պանիրը մենք ուտում ենք, որպեսզի հագենանք, նոր քնենք։ Այսինքն, ինչքան էլ այս աշխարհի մեջ ուր էլ որ լինես, դու միայն քո տան մեջ ես հանգիստ քնում, քո անկողնու մեջ ես դու քեզ ապահով զգում։ Այնպես էլ աշխարհը ինչ էլ քեզ առաջարկի, դու միայն Քրիստոսի գրկում ես ապահով։ Այս աշխարհի մեջ մենք ապահովություն չունենք։ Այս աշխարհի մեջ հանգստություն ու խաղաղություն չունենք, որովհետև դրա պարգևողը միայն Հիսուս Քրիստոս։ Եվ այս առավոտը Հիսուս սրա է հրամայում մեզ եւ առաջարկում մեզ, որ ուտելիքի համար մի աման ներողություն բառիս համար, այդ լափի համար մեր հոգին չծախենք։ Չծախենք։ Այդ մեկ աման կերակուրը ոնց է լինի մի օր շատ կամ քիչ ուտելու ենք, բայց հավիտենական կերակուրից երբ որ զրկվեցիր, այլևս դու մեռած ես։ Քայլող մեռել։ Ուտելու ես, ժպտալու ես, ապարելու ես, գոռալու ես, բայց իրականում դու մեռած պիտի լինի, որտեվ ամենակարևորը Հիսուս քո կյանքի մեջ չպիտի լինի։ Եվ այսօր այդ օրն է, որ մենք չվախենանք եւ ասենք շնորհակալ ենք Տեր, որ ամեն օր քո կերակրով կերակրում ես մեզ։ Մենք շատ կերակուրներ ենք ուտում, բայց քո կերակուրն է, որ մեզ փրկություն է բերում։ Քո պարգևած կերակուրն է, որ մեզ սիրո ու խաղաղության մեջ է պահում, ինչպես այսօր Պողոս Արաքյանն ասում է, սիրո ու համբերության մեջ մնացեք բոլոր նեղությունների ու դժվարությունների մեջ։ Այս համբերությունը պիտի պահես միայն Քրիստոսով։ Տեր արի եւ բնակվիր այդ ամենօրյա հացը տուր մեզ եւ ուզում ենք մենք այդ ճաշակել այդ հացը, փնտրել քո հացը եւ գտնել քեզ։ Եվ այդ հանդիպումը պատարակն է, որտեղ Աստված եւ մարդը գալիս են հանդիպելու, միասին ճաշակելու, զորանալու, մաքրվելու, սրբվելու եւ նորից այս աշխարհի մեջ կարողանալու մեր մաքրությունն ու սրբությունը պահելու։ Թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ բայ սիրելիներ, որպեսզի մենք միայն շուրթերով չասենք Տեր այդ հացը տուր մեզ, այլ մեր հոգին փնտրի այդ հացը ամեն օր, որ Տերը գա մեր միայնության մեջ ուրախությամբ լցնի մեզ, մեր ցավի տխրության մեջ մխիթարություն բերի, մեր սուքի մեջ մեր արցունքների փոխարեն ժպիտ բերի, մեր կորսված հավիտենական կյանքը նորից վերականգնի եւ այս աշխարհի մեջ որտեղ որ լինենք առանց նրա ձեռքը բռնած չքայլենք այս աշխարհի մեջ այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն